Վերջին զանգը սերիալում առճակատումների շղթան թևակողում է նոր պայթունավտանգ փուլ։ Ամեն ինչ սկսվում է Աննայի վիճակի կտրուկ վատթարացումից։ Հոգեբանական ծանր վիճակում հայտնված կինը կարծեք թե հիշողության կորուստով է տառապում, որոնք նույնիսկ ինքը չի կարողանում հասկանալ։ Միքայելն այս վիճակում արդեն համբերության եզրը հատել է։ Նա տեսել է Աննային մահճակալում հիվանդանոցում դատարկ հայացքով, հատկապես նրա արտաբերած «ինչ երեխա» բառերը կարծեք թե խոցել են Միքայելի սիրտը։ Այդ պահից Միքայելի ներսում կուտակված լարվածությունը սկսում է փոթորկի նման բարձրանալ։ Նա գիտի, որ Աննայի վիճակի հիմնական պատճառը հենց Սոսի վերադարձն է, հանկարծակի, անսպասելի հարցերով ու մեղադրանքներով լի։ Եվ ահա Միքայելը որոշում է ուղիղ գնալ Սոսի մոտ։ Նա դուռը բացում է առանց թակելու։ Սոսը զարմացած է այդ պահին նստած է գրասեղանի մոտ, և բնականաբար Միքայելի դեմքն ասում են նրա փոխարեն։ Բառերը սկսում են բախվել իրար, բառերի պատերազմ երկու տղամարդու միջև, որոնք տարիներ շարունակ չեն հանդիպել, բայց կրում են նույն կնոջ հետ կապված վերքերն ու պարտությունները, ամբողջ տարիների լռությունն ու դավաճանությունները պայթում են մեկ սենյակում։ Եվ հենց այդ պահին Միքայելը նայում է պատին կախված լուսանկարին։ Միքայելը պատից պոկում է նկարն ու հարվածում Սոսին, ինչի հետևանքով Սոսը հավասարակշռությունը կորցնում է և ընկնում գետնին։ Միքայելը շնչում է ծանր աչքերը խելագարվածի նման։ Նա կանգնած է գետնին, Սոսը նրա առջևում, բայց որևէ զղջման նշույլ անգամ չկա։ Հեռուստադիտողները կարծում են, որ Սոսին կտեղափոխեն հիվանդանոց, իսկ Միքայելին՝ ոստիկանություն, քանի որ Սոսի վիճակը հնարավոր է վատանա։ Չնայած հեռուստադիտողների աչքերով ընդամենը թեթև հարված էր, բայց հեռուստասերիալը մնում է սերիալ։ Հնարավոր է շատ շուտով տեսնենք հիվանդանոցային ու բանտային տեսարաններ։ Սերիալի տրամաբանությամբ վնասվածքն այնքան էլ ուժեղ չէ, որ կյանքին վտանգ սպառնա, բայց բավարար է սյուժեն սրելու և նրան ժամանակավորապես անկողնում գամելու համար, և այդ ընթացքում բոլոր հերոսները սկսում են մտորել՝ ինչ գնով են պահում իրենց գաղտնիքներն ու ստերը։ Լիլիթն առաջին անգամ կբախվի Միքայելի հետ, իսկ Աննան, ով դեռ չի վերագտել ամբողջ հիշողությունը, հավանաբար կընկալի միայն այդ լուրը՝ Սոսը հիվանդանոցում է, և նրա մարմինը կարձագանքի անհասկանալի սրտխփոցով, թեթև դողով։ Հղիության ընթացքում ամեն մանրուք կարող է ճակատագրական լինել։ Ինչ կլինի հետո։ Սոսը կկորցնի հիշողությունը։ Աննան արդյոք կվերագտնի իրեն ու իր երեխային, իսկ Միքայելը, ով միշտ ներկայացվում էր ուժեղ կերպար, չի սկսի փլուզվել ներսից։ Այս և այլ շատ գաղտնիքներ, որպեսզի բացահայտենք միասին, անպայման միացեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որը լի են լինելու գաղտնիքների բացահայտմամբ, նոր գաղտնիքներով և իհարկե ինտրիգներով։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե արդյոք այդ հարվածից իսկապես Սոսը կհայտնվի հիվանդանոցում, թե այդքան էլ ուժեղ չէր հարվածը և հավանաբար Սոսին ոչինչ չի պատահի։ Եվ վերջին օրերին հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ ինտրիգներն էլ ավելի են մեծանում, իսկ այսօր հրապարակված տեսանյութից, որտեղ Հենրին ու Արամն ուղղակի բռունցքներով իրար հարվածում են, նշանակում է, որ Սոսի վիճակն այդքան էլ լավ չէ, և նրանք պարզում են հայրերի թողած կիսատ գործի շարունակությունը։ Դե ինչ, միացեք մեզ ու միասին քննարկենք, թե ինչ է սպասվում հետագա սերիալներում և արդյոք իսկապես հնարավոր է այդ հարվածից Սոսը հայտնվի հիվանդանոցում, իսկ Միքայելը՝ ոստիկանատանը։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը հասել է իր ամենադրամատիկ փուլին։ Իրադարձությունները զարգանում են այնքան արագ ու անսպասելի, որ յուրաքանչյուր հաջորդ տեսարանը դառնում է իսկական ցնցում ոչ միայն հերոսների, այլև հեռուստադիտողի համար։ Իսկ Աննայի շուրջ կատարվող իրադարձությունները, նրա հոգեկան փլուզումը, հիշողության կորուստը և նոր սպառնալիքները սերիալին տալիս են խորը հոգեբանական երանգներ։ Աննան, նախկինում հանգիստ, համբերատար, ամեն ինչ իր մեջ փակող հերոսուհին, այժմ ընկղմվել է հոգու մութ գիշերների մեջ։ Սոսի վերադարձը, տարիներ շարունակ թաքցված ճշմարտության բացահայտումը, սուտն ու դավաճանությունը և այն փաստը, որ ոչ ոք իրեն չի հավատացել, այնպիսի ցնցում են առաջացրել Աննայի հոգու մեջ, որ նրա ներքին աշխարհը կոտրվել է։ Նա այժմ գտնվում է կլինիկայում։
Սպիտակ պատերի մեջ միայնակ շփոթված նրա աչքերը դատարկ են, ձայնը շփոթ։ Երբ Միքայելը գալիս է նրան տեսնելու ու ասում, որ և իր և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, Աննան շփոթված նայում է, հետո դանդաղ հարցնում՝ «Ինչ երեխա»։ Այս խոսքերը դանակի պես են անցնում լսող յուրաքանչյուրի սրտով։ Աննան, ով միշտ իր երեխայի համար պայքարել է, նրան պահել է որպես կյանքի վերջին հույս, այժմ չի հիշում, որ հղի է։ Նրա հիշողությունը խամրել է, ջնջվել են ցավոտ պահերը որպես ինքնապաշտպանական ռեակցիա։ Բժիշկները հասկանում են, Աննան սթրեսից կարող է հիշողությունը կորցրած լինել։ Սա ժամանակավոր է, բայց վտանգավոր։ Պետք է զգուշորեն վերաբերվել նրան՝ չվերածնվելով տրավմայի։ Միքայելը, ով նախկինում միայն խնդիրներ է ստեղծել Աննայի համար, այժմ խաղում է փրկչի դեր, բայց այդ դերն իրական չէ։ Նա փորձում է վերահսկել իրավիճակը, թաքցնել ճշմարտությունը, կառավարել ամեն ինչ ինչպես միշտ, բայց ճշմարտությունը վաղ թե ուշ կգտնի իր ճանապարհը։ Աննայի հիշողության կորստի ֆոնին մի նոր վտանգ է հասնում Լիլիթը։ Նա գալիս է կլինիկա իբր Աննայի վիճակից մտահոգված, բայց իրականում ներսում բորբոքված է նախանձով։